Տիկտոկեր և դերասանուհի Մագա Հարությունյանն այն հայտնիներից է, ով չի դադարում ամենօրյա ակտիվությունը ինստագրամյան հարթակում։ Մագայի անձնական կյանքի շուրջ քննարկումներն ու երբեմն նաև քննադատությունները ևս չեն դադարում։ Մագան ամեն բան անում է մշտապես հետաքրքրությունը պահպանելու համար։ Դերասանուհին բազմիցս պատմել է իր և Սուրենի մայրիկի ու քույրերի հետ ունեցած հարաբերությունների մասին, նշելով, որ դրանք իդեալական են։ Դե իսկ հերթական անգամ նա հրապարակել է իր և ամուսնու քույրիկի նամակագրությունը, որտեղ նշվում է, որ ստիպված է չուտել իր տալի պատրաստած համեղ տորթը։ Մեզ մնում է հավելել նաև, որ դերասանուհի Մագա Հարությունյանը Սուրեն Փահլևանյանը շարունակում են մնալ հայկական շոու-բիզնեսի ամենաքննարկված զույգերից մեկը, չնայած նրան, որ արդեն տևական ժամանակ է ինչ զույգը միասին է ապրում, ավելին ԶԱԳՍ-ով ու եկեղեցով ամուսնացած է, նրանց մասին խոսակցություններն ու բամբասանքները չեն դադարում։ Իրենց հարաբերությունների ամենասկզբնական շրջանից սկսած հանրությունը մեղադրել է Մագային Սուրեն-Յանա զույգի ընտանիքը քանդելու մեջ, չնայած նրան, որ և Մագան, և Սուրենը, և նույնիսկ Յանան իրենց հարցազրույցների ընթացքում նշել են, որ այդպիսի բան չկա, հանրությունը շարունակում է խոսել։ Մագա Հարությունյանն էլ իր հարցազրույցներից մեկի ընթացքում նշել էր, որ եթե ինքը պատճառը եղած լիներ այդ ընտանիքի քանդվելու հարցում, Սուրենի մայրն ու քույրերը իրեն չէին պաշտի։ Այո, Սուրենի մայրն ու քույրերը ինձ պաշտում են ու շատ սիրում են, եթե ես պատճառը լինեի, այդպիսի բան չէր լինի, մեկ անգամ իր հարցազրույցներից մեկի ընթացքում նշել էր Մագա Հարությունյանը։ Այս արտահայտությունը ևս քննարկումներ էր առաջացրել, բայց հարցը դրանում չէ։ Այս տարիների ընթացքում Մագայի և Սկեսուրի հարաբերությունները չեն փոխվել, դրանք ջերմ են ու հարազատորեն։ Սուրեն Փահլևանյանն էլ իր մայրիկի մասին խոսելով մեկ անգամ նշել էր, որ նա՝ Կարինե Վարուժանը, 57 տարեկան է և տնային տնտեսուհի է։ Զույգը հաճախ է համատեղ հրապարակումներ անում։ Մհեր Բաղդասարյանի «Տետատետ» հաղորդման հերթական հյուրը Սուրեն Փահլևանյանն է, ով հաղորդմանը ներկայացել էր իր կնոջ Մագա Հարությունյանի հետ։ Զրույցի ընթացքում զույգն անդրադարձավ Սուրեն Փահլևանյանի նախկին ամուսնությանը։ Այդ հարցին պատասխանեց Մագան։ Եվ Սուրենը, և Յանան իրենց հարցազրույցներում արդեն նշել են, որ ես իրենց բաժանության հետ կապ չունեմ, և ես ինչքան էլ մարդկանց մոտ համարձակ ու սեքսուալ կերպար ձևավորել, հավատա, դա էդքան էլ էդպես չի, որովհետև ես շատ ուրիշ պրինցիպներով ապրող մարդ եմ, և եթե նույնիսկ ես հանդիպեի Սուրենին, երբ նա ամուսնացած էր, էսպես չէր ստացվի, ես նույնիսկ չէի սիրահարվի, ամեն ինչ ստացվեց Սուրենի քայլերից և նրանից, որ ես իմացա, որ ինքը ազատ մարդ ա։ Ես էդքան հեշտ սիրահարվողներից չեմ, երևի երևում ա ինձանից, ես չեմ կարող սիրահարվել ու թքած ունենամ էդ մարդը ամուսնացած ա, թե չէ, ես վախենում եմ տենց բաներից, դա ինձ համար արժանապատիվ բան չի։ Անկեղծ ասած, Յանային երբեք չեմ հանդիպել, ես ընդհանրապես լարվածություն չունեմ, չնայած կան բաներ, որոնք ինձ իր խոսքի մեջ դուր չեն եկել, բայց ես հաշվի եմ առնում, որ ինքն իմ Սուրոյի երեխու մաման ա։ Չեմ ուզում դառնա երկու կնոջ կոնֆլիկտ, բայց արտահայտվելու ձև կա ամեն ինչում, բայց ես էդ դաշտ չեմ մտնի հանուն իմ ամուսնու։ Ինձ մեղավոր չեմ զգում, որ Սուրենը չի շփվում դստեր հետ։ Երեխա ա, կմեծանա ու կսկսի իր խելքով մտածել։ Էլի իրա խելքով ա մտածում, բայց ժամանակի հարց ա էդ ամեն ինչը։ Մհեր Բաղդասարյանը նաև անդրադարձավ Սուրեն Փահլևանյանի լավ տղա կերպարին ու փորձեց հասկանալ, թե դա որքանով կապ ունի Մագա Հարությունյանի համարձակ կերպարի հետ։ Սուրենն ասաց, որ հայկական կարծրատիպային լավ տղու կերպարը հենց իրենից էլ սկսվում է։ Նա ասաց հետևյալը. «Էնքան լավ տղա հաղորդավար եմ, որ համայն հայության ցանկալի կերպար Մագա Հարությունյանը հենց ինձ ընտրեց որպես իր ամուսին։ Նա ինձ հնազանդ է և ես իրեն տեր։ Ու ես էնքան լավ տղա հաղորդավար եմ, որ պատրաստ եմ ցանկացած տիպի, ցանկացած մասշտաբի հարցի առաջ կանգնեմ, դրա պատասխանը տամ։ Իրական Մագա Հարությունյանը, ով տանն ա լինում ու իմ կինն ա, նա հնազանդ է, իսկ մյուսը ինստագրամում ուղղակի կերպար է, որը ես չեմ ուզում սպանել, որովհետև էդ կերպարին ես սիրահարվել եմ։ Ամեն բան եղավ շատ արագ։ Երբ ես մենակ էի ապրում, ուզում էի իրական սեր, ես աղոթում էի դրա համար։
Ես վարում էի առավոտյան ծրագիր եւ իմ ընկերներից մեկը, ով ռեժիսոր է, պիտի գար ինձ հյուր։ Դրանից առաջ էլ ինձ մոտ TikTok-ից հայտնի հյուրեր ունեինք, բայց Մագան այդպես էլ չէր գալիս։ Ընկերոջս հարցնում եմ, ովքեր են ֆիլմի մասնակիցները։ Նա թվում է նախնական հյուրերի ցանկը, բայց դերասաններից Մագայի մասին չի ասում։ Եվ ես հիշում եմ անմիջապես մեր ադմինիստրատորի ասածը, որ Մագա Հարությունյանը չէր եկել նախորդ անգամ։ Բայց լավ կլիներ, որ հաղորդմանը հյուր գար։ Այդ ժամանակ Գորին ասում եմ, որ դերասաններից Մագային անպայման իր հետ բերի։ Հաղորդման նախորդ օրը միջոցառումներից մեկին հանդիպում եմ նրան, հետո հաղորդմանը եւ երրորդ անգամ հանդիպում ենք անմիջապես հաջորդ օրը։ Հենց երրորդ օրն էլ զգում եմ, որ սիրահարվում եմ։ Իհարկե, Մագան դա չէր կարող նկատել, որովհետև նրան բոլորն էին այդ հայացքով նայում։ Հետո ամեն բան ստացվեց։ Մենք մինչև ամուսնանալը երկար ապրել ենք միասին եւ մեր հարաբերությունների մասին չէինք խոսում, քանի որ ուզում էինք հետաքրքրությունը պահել, ինչպես նաեւ մենք ինքներս վստահ լինեինք մեր որոշման մեջ։ Մեր շրջապատում բոլորն էլ ասում են, որ Մագան իմ աղջիկ տեսակն է, իսկ ես նրա հակառակ տեսակը։ Երկուսս էլ շատ հասնող մարդիկ ենք եւ միասին շատ ուժեղ ենք, անկեղծացել էր Սուրեն Փահլևանյանը։ Սուրեն Փահլևանյանը ամենակննարկված մեդիա դեմքերից մեկն է հայկական շոու բիզնեսում, հատկապես ամուսնալուծությունից, հետո արդեն կրկին ամուսնությունից հետո։ Սուրենը օրեր առաջ հյուր էր բաց թեմա հաղորդաշարին, որի ընթացքում թեման զոքանչ փեսահարաբերություններն էին։ Սուրենը նախ խոսեց նախկին զոքանչի մասին, նշելով, որ Յանայի մայրիկին շատ է հարգում եւ մինչ օրս պահպանում են նորմալ հարաբերություններ։ Անդրադառնալով արդեն ներկայիս զոքանչին, Մագա Հարությունյանի մայրիկին եւ նրանց միջև եղած հարաբերություններին, Սուրենը նշեց. «Իրականում իմ զոքանչն ինձանից տարիքով շատ քիչ ա մեծ, որովհետեւ կինս ինձանից բավականին երիտասարդ է։ Մենք իրար լավ հասկանում ենք։ Սենց ասեմ, կարար ես լինեի առաջին դասարան, ինքը մեր 10-երից լիներ։ Կարող էինք նույնիսկ նույն դպրոցում սովորել։ Շատ իրան սիրում եմ, ինքն էլ շատ հումորով կին է, շատ հասկացող կին է։ Մեր մոտ չկա զոքանչ փեսահարաբերությունները, ավելի շատ համախմբված ենք մեր ընտանիքի շուրջ, որ լիարժեք ընտանիք դառնանք։ Նառան շատ լուռ է ու չի խառնվում մեր հարցերի մեջ, ուղղակի ուզում ա, որ ամեն բան լավ լինի, դրանից էլ լավ զոքանչ ցավն էլ տանեմ, թող երբ ուզում ա գա»։ Զրույցի ընթացքում նշել էր Սուրեն Փահլևանյանը։ Դե իսկ մեզ մնում է հավելել նաև, որ զույգը շարունակում է շատ ակտիվ լինել իրենց ինստագրամյան էջերում։ Նրանք վերջին շրջանում հաճախ ճամփորդում են եւ այդ լուսանկարներով կիսվում սոցիալական էջերում։ Շաբաթներ առաջ զույգը Բարսելոնայում էր։ Մենք առաջարկում ենք դիտել նաև մի քանի հոլովակ, որոնք Մագան հրապարակել է ճամփորդությունից։ Որովհետև հենց հասել ենք տեղ, միանգամից քնել ենք, գլդի գլոր հասել ենք Բարսելոնա, հոգնած, մահացած։ Դրա համար հենց այսօր եմ դուրս գալիս կապի, չնայած որ այսօր էլ մեր բախտից եղանակը ահա որ վատնա անձրևոտ, հենց նորա որ անձրևը կտրվել է, բայց դե թաց եղանակը։ Խոստացել էի այստեղի հայերին, ովքեր որ ինձ գրել էին տեղ էին հրավիրել, անպայման հանդիպենք, կհանդիպենք, բայց երևի ոչ այսօր, մի քիչ եղանակը թող կարգավորվի նոր։ Հիմա դուրս ենք եկել գնանք խանութ, ուզում եմ ձեզ ցույց տամ, որտեղ ենք ապրում։ Խնդրեմ, մի հատ մեր տեսարանը նայեք, էլի մենք այս շենքում ենք ապրում ու մեր պատշգամբից երևում է Սանտա Մարիա դել Մար եկեղեցին։ Սա այստեղի ամենա տուրիստական ու կոլորիտնի տեղերից մեկն է։ Ես անցած անգամ էլ էի այստեղ այն կողքի շենքում էի ապրում ու ունենց ուրախացա, որ այս անգամվա մեր տունն էլ էլի եկեղեցու հարևանությամբ է։ Ձեզ լավ օր, մենք գնանք մի քանի առևտուր պիտի անենք խանութից, թեյ Ուֆե մի խոսքով, որի ամուսին։ Մենք սուպերմարկետ տնական առևտուր ենք անում, քանի որ մեր տանը ամեն հարմարություն կա, որոշեցինք տնական հաց ուտենք այսօր։ Դեռ կհասցնենք ռեստորաններից մի խոսքով։ Այսինքն վիճակա։ Բայց չենք կողմնորոշվում, էլ ինչ առնենք, ձու ենք վերցրել, մակարոն ենք վերցրել, պանրեղեն, կարակ, տենց էլի։